Երկաթուղին Զանգիլանից մտնելու է Մեղրի, վարչապետի ասած հայտարարությունն եմ ես ընթերցում, Մեղրիից մտնելու է Նախիջևան, այսինքն Օրդուպարտ եւ այլն։ Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է թե ինչպես է շարունակվելու այդ երթուղին։ Սա ինչի մասին է խոսում, այս երթուղինը, որ ես ցույց եմ տալիս, տեսեք, այստեղ Մեղրիից գալիս ճանապարհը Մեղրիով անցնում է, Ադրբեջանից մտնում է դեպի Շուվանիձոր եւ այլն շրջանը, տեղում Մեղրիով անցնում է գալիս դեպի Օրդուբադ, հետո Նախիջևանի տարածքով անցնում է այս մեկտոր ճանապարհը մինչև Հայաստանի սահմանից մինչև Երասխ, հետո Երասխում այդ նույն ճանապարհը մտնում է Հայաստան, Հայաստանի գնացքում երկաթուղներով պետք է անցնի, որ գնա մինչև Կարս, մինչև Գյումրի եւ Կարս։ Այստեղ վերահսկողությունը փաստորեն այս մեկը դեռ վերին մենք ենք վերահսկողը իսկ այն մասը որ անցնում է Երասխից մինչև Օրդուբադ կոչեցյալը այդ շրջանը Ադրբեջանի Նախիջևանով է անցնում նրանք են պատասխանատուն դրան այստեղ ինչ որ ռիսկեր կան պարոն Գալչյան հետո նրանք նորից մտնում են Հայաստանի տարածք ցել նորից Հայաստանն է պատասխանատուն ռիսկերը նրան են վերաբերվում թե ժողովուրդը ինչպես է վերաբերվում Գնեև որ գնացք է գնացքի մեջ ժողովուրդը եթե նույնիսկ մարդ է գնում այդ գնացքով առաջին ապրանքատարներն են լինելու հիմնականում սկզբնական շրջանում գոնե եթե մարդատարն է լինում գնացքը փակված է դրսից ոչ մեկը մտնում է ոչ ներսից դուրս է գալիս դա հեշտ է ընդունելը հեշտ է ուրիշի տարածքով այդ ձևով անցնելը իսկ երբ որ ավտոմոբիլը արդեն տարբեր է Ուրեմն այդ գնացքները հանգիստ կարող են ընդեղով անցնել Հայաստանի ճանապարհով Հայաստանի վերահսկողության տակ, Նախիջևանում Ադրբեջանի վերահսկողության տակ, վերադառնալով երախից մտնելով Հայաստան, կրկին Հայաստանի վերահսկողության տակ, մինչև հասնել Թուրքիա։ Իմ գրած գրքերում եւ գրականության մեջ ամեն տեղ ես նշել եմ, որ Հայաստանի տարածքը 1926 ըստ 1926-ի խորհրդային քարտեզների 30948 քառակուսի կիլոմետր է։ Այդտեղ էլ անկլավներ գոյություն չունեին եւ այդ տարածքները որ ապագայում 1200 քառակուսի կիլոմետր որ Հայաստանից տրվեցին Ադրբեջանին նրանք որ հիմնականում այդ Սևանա լճի ալլեջերի մոտի գտնվող տարածքներ, Սև լճի մոտ գտնվող 500 քառակուսի կիլոմետր տարածքներ եւ այլ կտորտանք Հայաստանից որ ռուսոփան դրվեցին Ադրբեջանին, դրանք այդ 26 թվականի քարտեզներում բոլորը Հայաստանին են պատկանում։ Ես այդ բոլորն արել եմ, բայց երբ որ խորհրդային կարգերն եկավ, հետո ցույց եմ տվել ինչպես են մաս-մաս Հայաստանի սահմաններից մասեր տրվել Եվ երբ որ խորհրդային շտաբը սկսեց քարտեզներ գծել եւ 1936 թվականին առաջին անկլավները հայտնվեցին Տավուշում եւ 1939-ին Տիգրանաշենը հայտնվեց անկլավների շարքում նրանց դեռ բողոքներ չեղան երկկողմ ընդունեցին միանք դրանք ոչ մի որոշում չի տրվել այս ժողովուրդ բանի իշխանությունների կողմից Պարզապես զինվորական քարտեզները գեներալ շտաբը որոշել է որ այդպեսի անկլավներ պիտի տանք Ադրբեջանին խորհրդային որոշումն է խորհրդային շտաբի քարտեզներում դրանք երևացել են եւ մնացել են ժամանակին էլ ձեզ ասեմ որ այդ բոլոր քարտեզները որ 70-ական թվականներից մինչև 80-ական թվականները տպագրվել են բոլորը խորհրդային ընդհանուր շտաբի պատրաստած քարտեզներն են 1.25000-րդ եւ դրանք երկկողմ վավերացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների կողմից 26 թվականների քարտեզների 26 թվականի քարտեզը 26 թվականի քարտեզից հետո այդ հողամասերը որ տրվեցին Ադրբեջանին օրինակ ձեզ ասեմ Գորիսում այդ հողամասերի բաշխողերի բաժանված անձնախմբի մեջ էր Աքսել Բակունցը որ քանի անգամ հրաժարվեց ստորագրել են որոշումները, որ այս տարածքները պետք է Ադրբեջանին են տալիս։ Ինչ եղավ Բաքունցի հետ։ Մյուս տարի բանտարկվեց, հաջորդ տարին գնդակահարվեց բանտում։
այդ խորհրդային որոշումներին դեմ կանգնողների ճակատագիրը այդպես էր կամ սիվիրով էր վերջանում նրանց կյանքը։ Այսինքն ոչ թե դուք ինչ որ սխալ տեղեկատվություն եք տվել, այլ իրականությունները բացատրել եմ հասնելով այնտեղ, որ երբ որ Ալմատիում որոշվեց, որ խորհրդային շտաբի քարտեզներով ենք մենք անկախանում, սովետական շտաբի քարտեզները այդ էին ցույց տալի։ Մենք չենք կարող գնալ 26 թվականի քարտեզի վերել, կարող ենք պահանջ ներկայացնել, բայց արդեն վավերացված քարտեզներ ունենք երկկողմ ժամանակի իշխանությունների կողմից, որ խորհրդային շտաբի քարտեզներն են դրանք։ Կանք Մեղրի վերաբերել։ Տեսեք, այս կարմիրը Հայաստանի սահմանն է, Ադրբեջան էս կողմ, Նախիջևան էս կողմ։ Այստեղում եթե ուշադրություն դարձնենք, Մեղրի մոտով անցնող երկաթգիծը, տեսեք, ամբողջ սև սպիտակ գիծը երկաթուղագիծն է, ամբողջ անցնում է Հայաստանի ներքին տարածքով, Հայաստանի սուվերեն տարածքով, ինքնիշխան տարածքով, ուրեմն Հայաստանին է պատկանում այդ երկաթգիծը։ Եթե Ալիևը դրա անունը դնում ուզում էր դնել Զանգեզուրի միջանց, դա մեր երկրի տարածքն է, նա իրավունք չունի մեր երկրի անունը դնել, անուն որոշելու մեր ճանապարհի համար։ Նա կարող է այդ մասը, որ իր երկրումն է անցնում, այդ մեկտոր ճանապարհը ստեղ, դա Ալիևի ճանապարհ ուզում է միջանց խարկի, ինչ ուզում է դնի դրա անունը, ուզում է Ստալինի ճանապարհ դնի դրա անունը։ Դրանը մենք որոշենք ինչ ենք անում։ Սա Զանգեզուրի տարանցիկ ճանապարհն է, որ Ադրբեջանին միացնում են Նախիջևանին եւ մեր տարածքով անցնում։ Հետաքրքիրն է, որ երբ Ադրբեջանը սրա մասին խոսում էր, մենք երկար խոսեցինք, որ Զանգեզուրի միջանցքություն չունի եւ այլն Զանգեզուրով անցնող ճանապարհ կարող է միայն լինել։ Հետո օգոստոս 8-ին այդ համաձայնագրի վերստորագրած նախաստորագրվեց, այսպես ասած, այդ միջանցքի անունը գոյություն չունի։ Առաջի հերթին ասում Ադրբեջանը եւ Հայաստանը իրենց տարածքների ամբողջականությունը ճանաչում են։ Այսինքն, եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքի ամբողջականությունը, երկաթգիծը, որ այդ տարածքի մեջով է անցնում, Հայաստանինն է։ Հետո խնդիրն է, որ պարոն Ալիևը իր երկրում իր ժողովրդի համար իրեն ավելի ճշգրիտ խոսող, ճիշտ խոսող ձևացնելու համար հայտարարություններ է անում, որ ցույց է տալի քարտեզ է պատրաստում, այս իրենց պատրաստած քարտեզը անցյալ աշնան նոկտեմբերին, որ նույնպես Մեղրի ճանապարհն է այստեղ, իհարկե մեկ քիչ քարտեզը պարզ չի, գիծը որտեղից անցնում, սահմանը որտեղն է, դիտման պետք է ծեր եւ անունի քարտեզի անունը դրել է Զանգեզուրի միջանցքը։ Հիմա Զանգեզուրի միջանցքը Ալիևը եթե այդ անունը դնում է, իրավասու չի այդ գործը անելու։ Մեր ընդդիմությունը ցավոք սրտի, որ ազգային ժողովում նստած էր, այնտեղ պետք է խնդիր բարձրացնել։ Տեսեք, եկեք Ալիևը այս գործն արել է, անունը դրել է Զանգեզուրի միջանցք էս քարտեզի։ Եկեք մենք պաշտոնապես բողոքենք պարոն Ալիևին, թե ինչու է իր ստորագրածին հակառակ գործ անում։ Եվ միասնաբար ընդեղ իշխողների իշխանության հետ միասին այդ բողոքը ներկայացնեին Ալիևին։ Դրա փոխարեն մեր ընդդիմությունը ցավոք սրտի մեկ մաս ընդդիմությունից գոնե այս քարտեզը բազմացրեց, ամբողջ Հայաստանով ծրեց, հայտարարել է, որ չնայած որ ստորագրվել է, որ Հայաստանը ինքնիշխան տարածք Ալիևը ընդունել է, բայց միջանցքը մենք տալիս ենք Ադրբեջանին, Զանգեզուրի միջանցքը։ Մենք ոչ թե տալիս ենք, այլ ընդդիմությունը ինքը անուն է փոխում։ Մենք տալիս ենք տվել ենք Ադրբեջանին արդեն։ Դա ճիշտ գործ չի ընդդիմությունը պիտի կառուցողական փոփոխություններ հակահայաստան գործունեություն։ Դա ես կարող եմ միայն ասել։